Պարոն Սաֆարյան, եւ այսպես Գյումրիում հանգուցալուծվեց այդ քննարկվող թեժ թեման, Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կաջակցի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու հարցում, բայց պատասխանատվություն չի կրի, պաշտոններ չի ստանձնի, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ինչու Մարտուն Գրիգորյանը որոշեց աջակցել Ղուկասյանին։ Ես այն կարծիքին չեմ, որ Գյումրիում հանգուցալուծվել է, ճիշտ հակառակը Գյումրիում ամեն ինչ նոր է սկսվում։ Իրականում ընտրությունների պատկերի հիման վրա կար 3 հնարավոր սցենար։ Առաջին սցենարով, եթե ԿՊ-ին, որի թեկնածուն բավականին պատկառելի ձայներ է ստացել եւ իդեպ ես չեմ կիսում այն կարծիքները, թե ԿՊ-ն տանուլ է տվել, ԿՊ-ն այսպես ասեմ, դիրքերը բարելավել է Գյումրիում անարդարության, տոկոսային եւ այլ առումներով։ Այլ բան է, որ գործող օրենսդրությունը ուղղակի այդպես միարժեք չէր դարձնում նրանց հնարավոր հաղթանակ։ Բայց առաջին սցենարի դեպքում ինչ ձևերով ենթադրենք Մարտուն Գրիգորյանը կամ որևէ այլ մեկը կամ այլ խմբակցությունից մարդիկ աջակցում էին նրան եւ նա դառնում էր քաղաքապետ, ինչպես Երևանի դեպքում ստացվեց Տիգրան Ավինյանի պարագայում, որին նույնպես ջորձայներ պակասում էին։ Սա առաջին սցենարը։ Երկրորդ սցենարը նա էր, որ ոչ մեկին չէր աջակցում եւ նշանակվում էին նոր ընտրություններ։ Եվ երրորդ հնարավոր զարգացումը դա այս վերջի զարգացումն էր, երբ ընդդիմությունը միավորվում էր իրար հետ եւ ուրեմն տեղի ունենում իշխանության քաղաքային իշխանության ձևավորում այդ սցենարով։ Հիմա երբ որ դուք ասում եք հանգուցալուծվեց, ընդհանրապես կատարվել է որոշակի զարգացման սցենարի ընտրություն, բայց ասել թե խնդիրը թնջուկը հանգուցալուծվել է, ես կարծում եմ, որ ամեն ինչ նոր է սկսվում, որովհետև մենք գործ ունենք բավականին անկայուն զարգացման ճյուղի հետ, եթե այսպես մի փոքր մասնագիտորեն խոսենք, այն առումով, որ այդ դաշինքը չափազանց փխրուն է, այդ դաշինքը, այդ իշխանությունը չափազանց խոցելի է եւ ներսից եւ արտաքինից, ինչու առավել եւս որ մենք խորանում ենք, որ այս դաշինքը ձևավորվել է ուրեմն գալիք խորհրդանական ընտրություններից 1 տարի առաջ, հա, եւ դաշինք կազմել են ուժեր, որոնք այդ ընտրություններում լինելու են միմյանց մրցակիցներ։ Եվ միայն այդ փաստը արդեն իսկ հնարավոր է ավելի շուտ, նույնիսկ 1 տարուց ավելի շուտ ազդի այդ իշխանության վրա եւ այն փլուզվի ավելի վաղ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Սա ներքին իր խոցելիության մասն է։ Չհաշված նաեւ, գիտեք, Մարտուն Գրիգորյանը այնպիսի մի տեքստ է արձակել, որը հանուն արդարության ամենևին չի խոսում այդ լուծման կայունության մասին, որովհետեւ զզվանքը թափվում է այդ տեքստից։ Նկատմամբ Վարդան Ղուկասյանը, այսինքն մարդը ասում է, որ դա իմ կողմից իմ կյանքում կայացված բարդագույն որոշումն է, որովհետև այնտեղ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջև եւ ընտանեկան եւ անձնական եւ քաղաքական առումներով ու եղել է շատ բարդ կոնֆլիկտ, կորուստներ, վճարված բարձր գին, երկուսը ներկայացրել են քաղաքի կրիմինալ շրջանակներին, ըստ որում հանրարտարության, ինչպես գյումրեցիները ինձ դեռ այն ժամանակ ասացին, նույնիսկ Մարտուն Գրիգորյանի դեպքում ավելի բարձր ռանգի եւ ավելի բարձր հարթության վրա, դեռ գյումրեցիները այսպես են ասում, մի կողմում խուլիգանական շրջապատն է, մյուս կողմում կրիմինալ շրջանակը։ Այսինքն այս սիցիլիական մաֆիաների մոդելով գործած խմբավորումները ունեն շատ անհաշտելի կոնֆլիկտ եւ Մարտուն Գրիգորյանի այս որոշումը դեռևս անդրադառնալու է իր էլեկտորատի ընդհանուր ամբողջի վրա, որովհետեւ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները չեն ընդունում Վարդան Գրիգորյանի կողմնակիցների, Վարդան Ղուկասյանի եւ հակառակը։ Հիմա այս առումով նաեւ այս խնդիրները կան, որոնք անկայունություն են տալիս այն դաշինքին, որովհետեւ Մարտուն Գրիգորյանը տեսեք չի հայտարարել ընդամենը, որ ինքը Վարդան Ղուկասյանին կտա այնքան ձայն, որքան նրան բավարարում է դա ուրեմն քաղաքապետ դառնալու համար։ Այսինքն սա նշանակում է մենք այնուամենայնիվ գործ չունենք կոալիցիայի հետ, այսինքն Վարդան Ղուկասյանը, եթե նույնիսկ ընտրվի Գյումրու քաղաքապետ, ուղղակի կախված է լինելու մազից
մազից մի առումով Մարտուն Գրիգորյանից, որովհետև Մարտուն Գրիգորյանը ցանկացած պահի կարող է այդ երկու ձայնով մեծագույն խնդիրներ հարուցել Վարդան Ղուկասյանի համար, Մարտուն Գրիգորյանը չի թաքցրել իր նողկանքը կայացված որոշման կապակցությամբ եւ նույնիսկ մեղքը բարթել է մյուս երկուսին, որոնք շտապել են ուրեմն որոշ կանխավ հայտարարություն անել, թե իրենք ձայն կտան Վարդան Ղուկասյանին, բայց նաև հանրարդարության Մարտուն Գրիգորյանը կրակել է կոպիտ ասած քաղաքականորեն սեփական ոտքին, որովհետև իր նույն տեքստում ինքը խոսում է նրա մասին, թե որքան սարսափելի է եղել Վարդան Ղուկասյանի օրոք Գյումրիում բարքերը, որի դեմ ինքը պայքարել է, եւ հիմա ինքը այդ իր որոշում մեկնաբանում է որպես հանուն Գյումրի, այսինքն ստացվում է, որ Մարտուն Գրիգորյանը հրեշից դևից փրկել է Գյումրին, բայց հիմա ինքը հանձնում է Գյումրին դևին, հա, իր տեքստում։ Չափազանց հակասական վիճակ է ստեղծվել, բարդ վիճակ է ստեղծվել բոլորի համար, որովհետև դեռևս քաղաքականություն չձևավորած բոլոր կողմերը միմյանց արդեն թույլատրել են։ Իրականում նրանք բոլորը ոչ թե ուժեղացրել են միմյանց, այլ թույլատրել են, որովհետև Մարտուն Գրիգորյանը իսկապես ճիշտ է ասում, չի ստանձնել պատասխանատվություն դրա համար, ինքը վնասել է ինքը իրեն, իր հեղինակությունը թույլատրել է ինքը իրեն Գյումրիում եւ նույնիսկ հետագա զարգացումներում իր կշիռը, այսպես ասած, հաստատապես դրանից չի շահելու, նաև մյուս կողմից Վարդան Ղուկասյանը ըստ էության հայտնվել է մազից կախված վիճակում մի կողմից Մարտուն Գրիգորյանից եւ Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմից, որի գլխավերևում Սերժ Սարգսյանն է, Հանրապետական կուսակցությունը, եւ մյուս կողմից Վարդան Ղուկասյանը ինքը անձնապես եւ ընտանիքի իր անդամների առումով ասում է բազմաթիվ կրիմինալ պատմություններով եւ այս առումով չափազանց խոցելի է հենց իշխանության եւ իրավապահ մարմինների ներկու, այսինքն խոսել այնտեղ ինչ որ հաղթանակի մասին ներեցեք, սա ուղղակի միամտություն է եւ ընդհանրապես եկեք հասկանանք մի բան, միասնաբար վերցրած 3 քաղաքական ուժերը, որոնք ձևավորել են, 4 քաղաքական ուժերը, որոնք ձևավորելու են Գյումրիի քաղաքային իշխանությունները, իրենք ստացել են 17000-ից պակաս ձայն։ Գյումրին ունի 110,000 ընտրողներ եւ այս կտրվածքով եկեք հասկանանք, որ այս 4-ը Գյումրի քաղաքում իրենց էլեկտորատով կազմակերպված փոքրամասնություն են, այսինքն նրանք մեծամասնություն չեն եւ նույնիսկ այս առումով իրենք լիարժեք իշխանություն քաղաքում չունեն։ Այսինքն կկալանավորվի Վարդան Ղուկասյանը, որ ասում եք խոցելի է։ Ես չեմ կարող իշխանության կողմից հավաստիացումներ տալ կամ դա իշխանությունը կարող ասի, բայց ես ասում եմ ինքը ունի ներքին եւ արտաքին խոցելիություն, արտաքին խոցելիությունը դա իրավապահ համակարգների կողմից քննվող գործեր են։ Ի վերջո նույն իր վերջին հայտարարությունների կապակցությամբ, գիտեք, անգամ հասարակական կազմակերպությունները դիմեցին ոստիկանություն եւ քննչական մարմիններին նյութեր նախապատրաստելու հետ կապված, խոսքը վերաբերվում էր օրինակ մի շարք անթույլատրելի հայտարարությունների, որոնք խնդիր են ստեղծում ուրեմն օրենքի հետ եւ միայն ասենք այդ կարգի գործերով ընթացք տալու բավարար կլինի նրան ուղղակի պաշտոնազրկելու համար։ Էլ չեմ ասում ապօրինի գույքի հետ կապված հարցերը, ըստ որում եկեք չմոռանանք մի բան։ Իր առաջադրման հենց ամենաառաջին օրերին Վարդան Ղուկասյանը չի թաքցրել, որ ինքը այսպես ասած քաղաքականություն վերադարձել է, որովհետեւ իշխանությունները կպել են իրեն։ Այսինքն ինքը ունի քրեական գործեր եւ իր գույքերի նկատմամբ կա որոշակի քննություն եւ հնարավոր է ինքը զրկվի որոշ ապօրինի անշարժ գույքերից, եթե չկարողանա հիմնավորել դրանց օրինական ծագումը։ Այս կտրվածքով եկեք հասկանանք, որ Վարդան Ղուկասյանը խաղի մեջ է մտնել ոչ թե Արևմտյան Հայաստան ազատագրելու, ոչ թե Բեռլին ազատագրելու, ոչ թե Արցախ հետ բերելու, այլ սեփական ազգական խնդիրները լուծելու համար։ Ի վերջո քարոզարշավի ընթացքում էր, որ տարածվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է Վարդան Ղուկասյանի կարծեմ եղբոր թորնիկը անցնում զանգվածային բռնաբարության փորձի հոդվածում։ Հասկանում եք, այսպիսի կրիմինալ պատմությունները իրեն դարձնում են չափազանց ճկուն իշխանության հետ իր հարաբերություններում եւ սա է պատճառը, որ նույնիսկ Վարդան Ղուկասյանը պատրաստակամություն է հայտնել
սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը ի պաշտոն է, եթե նա այցելի Գյումրի։ Եկեք հասկանանք սրա տակ ինչ է տակը։ Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ Վարդան Ղուկասյանը սեփական անձնական խնդիրներն առաջին հերթին փորձել լուծել եւ ինքը վերադարձել է ոչ թե Գյումրիի խնդիրը լուծելու, այլ իր անձնական խնդիրները լուծելու համար։ Իհարկե նման դեպքերում գիտեք վերջին հանգրվանը լինում է հայրենասիրությունը նման մարդկանց եւ այդպիսի դեպքերում ամեն ինչ փաթեթավորվում է Արցախով, ուրեմն հայրենիքով, հայրենիքը փրկելու բարձրագույն լոզունգներով, այս տակը Վարդան Ղուկասյանի շատ նյութապաշտական հայտարարություններն են, այսինքն ինձ կպել են, դրա համար ես եկել եմ ինձ պաշտպանելու, եթե ինձ չկպնեին, ես չէի գա, այսինքն Գյումրին կարծեք, այսինքն միայն Վարդան Ղուկասյանից հայտարարությունից երևում է այդ իր նախընտրական, թատերական ներկայացումների կեղծիքը, որ Արցախը ոչ թե ինքը հետաբերում, այսինքն ինչ, եթե իշխանությունները չկպնեին Վարդան Ղուկասյանին Արցախի հետ բերելու անհրաժեշտություն չկար, ստացվում։ Չէ, բայց նա ասում է ես հանում Գյումրի խնդիրների լուծման Նիկոլ Փաշինյանին աղաղակարգի համապատասխան կգնամ, կդիմավորեմ, ձեռքը կսխմեմ, որ կառավարությունից փող բերեմ, իմ քաղաքի խնդիրները լուծեմ։ Եկեք թույլ տվեք ձեր մեկնաբանությունը չկիսեմ, որովհետև ես ասում եմ Վարդան Ղուկասյանի արած հրապարակային հայտարարություններից ես այլ բան եմ տեսնում եմ, որ նա վերադարձել է ընդամենը իրեն պաշտպանելու, իր անձնական քրեական գործերով իրեն պաշտպանելու, սակարկությունների իշխանության հետ սակարկությունների մեջ մտնելու, իր վրա դրված հոդվածները պակասեցնելու, իր անշարժ գույքը պաշտպանելու համար։ Եվ կներեք, ես գոնե այն հայտարարությունները, երբ նա սկզբում, այսպես ասած, նույնիսկ պրոռուսական հայտարարություններ էր անում, ի տարբերություն ձեզ, ես դա չեմ մեկնաբանել եւ չեմ էլ մեկնաբանում հիմա, որպես ռուսամետության կամ այն դրսևորումներ։ Վարդան Ղուկասյանը ուղղակի իր համար պատրաստում էր բոլոր սցենարները, որպես քաղաքական հետապնդումների ենթարկվող անձ, դրանց համար հիմքեր եւ պաշտպանություն ապահովել, որ օրինակ Հայաստանում հետապնդվում են ռուսամետ քաղաքական գործիչները, հալածվում են, ի վերջո կա Արշակ Կարապետյանի, Միհրան Պողոսյանի եւ այլոց օրինակը, եթե անգամ նույնիսկ ստիպված մեկները Ռուսաստան, գոնե Ռուսաստանում ապաստան ստանալու համար։ Եկեք ամեն մեկս մնանք մեր կարծիքին, բայց ես չեմ կարծում, որ նա Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատրաստվում էր սեղմել Գյումրիի համար փող բերելու համար։ Նա Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատրաստվում էր սեղմել սոսկ իր անձնական խնդիրները լուծելու համար, եւ ես կարծում եմ, որ ինչպես տեղի ունեցավ Սյունիքի քաղաքապետերի դեպքում, համայնքապետերի դեպքում, նա պատրաստ կլինի նաեւ ծաղկեփնջով դիմավորելու Աննա Հակոբյանին, անգամ միանալու նրա ֆլեշմոբին։ Որ ֆլեշմոբին կրծվելի նորաձև է։ Դա կփրկի Վարդան Ղուկասյանին, երբ որ նա համարձակ հակնված աղջիկներին մեղադրում է բռնության հիմքերին դակահարելու կոչում։ Վարդան Ղուկասյանը հրաշալի գիտի Գյումրու հասարակության այն շերտերին եւ դրանց պահանջունքները, որոնց կվեն շահելու համար ինքը պիտի մտներ այդ միջի վիճակագրական գյումրեցու այդ պարամետրերի մեջ։ Դա այսպես ասած շուստրի, հնարամիտ, պահպանողական, գողական եւ այս տիպաժի մեջ ինքը արել է հայտարարությունները թվեն բերելու համար եւ այդ ամբողջը դուք ուղղակի չգիտեք, որ Վարդան Ղուկասյանը դեր էր խաղում, դա քաղաքական իր կերպարն է, մենք այդ ֆենոմենի հետ բախվել ենք եւ Տրամփի ընտրությունների ժամանակ, երբ նա ամերիկյան հասարակության վախերներ, այսպես ասած, փաթեթավորում եւ շատ այլ պոպուլիստ քաղաքական գործիչների դեպքում Վարդան Ղուկասյանը իր սեփական անձը ներեցեք միշտ ավելի նա սիրել, քան Գյումրի քաղաքը, քան երկիր էլի, ասենք մենք բոլորս տեսել ենք նրա պահած Գյումրին, մենք բոլորս մտել եւ դուրս ենք եկել նրա պահած Գյումրի, եւ դա Գյումրին սիրող, գյումրեցուն սիրող քաղաքապետի պահվածք չի, կերպար չի։ Եկեք նրա համար ինչ-որ դափնիներ չստեղծենք, ինչ-որ կերպարներ չստեղծենք։ Նա շարքային պոպուլիստ է, շարքային պոպուլիստ, որը այսօր ունի քրեական գործեր եւ այդ քրեական գործերի պաշտպանվելու համար իրան պետքա քաղաքական թաղանթ։
քաղաքական պաշտպանվածություն։ Նա տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց իշխանությանը հարաստարբեր մարդիկ, որոնք կորցնում են գույքեր, որոնք կորցնում են ազատություն, ինչ-ինչ արարքների համար, նրանք կարողանում են ձգել ժամանակ, եթե ունեն քաղաքական ակտիվ, եթե ունեն քաղաքական պաշտպանվածություն։ Հիմա Վարդան Ղուկասյանը փորձում է ստեղծել իր քաղաքական պաշտպանվածությունը, բայց նորից եմ կրկնում, այնինչ Վարդան Ղուկասյանը ստեղծում է Գյումրիում, ամենևին այդ պաշտպանվածությունը չի, որովհետև ինքը այդ դաշինքը ունի ներքին կայունության խնդիր, որովհետև Վարդան Ղուկասյանին երկու ձայն տրվել է ընդամենը քաղաքապետ ընտրվելու, բայց ոչ կառավարելու համար, որովհետև գնալով մրցակցությունը խորհրդանական դիմության դերի համար սրվելու է Ռոբերտ Քոչարյանի խմբավորումների եւ Սերժ Սարգսյանի միջև եւ դա ազդելու է նրա իշխանության հենարանի վրա, որովհետեւ պիտի օգտագործեն վարչական ռեսուրսներ, կներեք Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք, ում օգտինատարվելու քարոզությունը Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե եղբայրաբար բաժանվելու է էլեկտորատը։ Իհարկե պարզ է, որ այս խնդիրները սրելու են դաշինքի ներքին կայունությունը եւ նաեւ սրվելու է իրավապահ մարմինների միջամտությունները այն քրեական գործերով, որոնցով անցնում են Վարդան Ղուկասյանը կամ նրա մտերիմները։ Այս կտրվածքով նորից եմ կրկնում, Գյումրիում հրավառության առիթ իրենք առանձնապես չունեն։ Պարոն Սաֆարյան, այսօր երբ արդեն Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը եղել է եւ լրագրողները հանդիպել են Ղուկասյանին եւ էլ այդ Վանաձորի վարկածն են առաջ բերել, նա ասել է, եթե թող նման անօրինական բան անեն, կտեսնեն ես ինչ կանեմ, հեղափոխություն կսկսեմ, ամբողջ բոլորին ոտքի կհանեմ թե Գյումրիում, թե Հայաստանում, այդ թվում նաեւ դրսից, չշարունակելով ըստ էության երևի ուզել է ասել դրսից էլ մարդ կբերեմ, սա ինչ է նշանակում։ Ես նույնիսկ եմ կրկնում, նա պաշտպանում է ինքը իրեն, նրա ամբողջ մտահոգությունը դրսից մարդ բերելով։ Դրա համար եմ ասում, դուք նրա հայտարարությունները ռուսական կապիտալ բերելու, ռուսների Գրեցիա, Ռոսիա եւ այդպես այդ պերճախոս, այդ թատերական, այդ բանը կոմեդիկ այդ տեսարանները, որ նա ունեցավ, այդ ամբողջը ստեղծվել են ուղղակի քաղաքական թիկունք ապահովելու համար, որ երբ որ բանը հասնի քրեական գործերից կոնկրետ պաշտպանվելուն, ինքը կարողանա այդ մայրաքաղաքներում Ռուսաստանում եւ այլն դա վաճառի որպես իր նկատմամբ քաղաքական հետապնդում այն բանի համար, որ տեսեք Եվրոպամետ Հայաստանում ինքը հետապնդվում է, որովհետեւ ինքը ռուսամետ է։ Ինքը շատ շուստրի է։ Վարդան Ղուկասյանը չափազանց շուստրի տղա է։ Դուք մի թերագնահատեք իր շուստրությունը, իր խորամանկությունը, դա գավառական թաղային քուչի շուստրություն է։ Այդտեղ մասշտաբներ պետական եւ այլն արտաքին աջակցություններ մի փնտրեք։ Նա ուղղակի սպառնում է, որովհետեւ գիտի, որ այսպես թե այնպես իր նկատմամբ գործողություններ ձեռնարկվելու են, որովհետեւ ինքը առավել լավ գիտի, որ ինքը քաղաքականություն մտել է, որովհետեւ ինքը անցնելու է որոշակի եւ անցնում է որոշակի քաղաքական գործերով, քրեական գործերով ներեցեք։ Ինքը լավ գիտի, ինքը փորձում է դրանց քաղաքական աստառը տա։ Եվ հետևաբար այս կտրվածքով ում է ոտքի հանելու, ես նորից եմ կրկնում, նա ստացել է 9000 ձայն, ասենք Մարտուն Գրիգորյանը նրան տվել է 2 քվե քաղաքապետ դառնալու համար, բայց Մարտուն Գրիգորյանը կոչ անելու, որպեսզի իր էլեկտորատը, իրեն ընտրած մի քանի հազար մարդը նաև Վարդան Ղուկասյանի համար փողոց դուրս գալ, չհավատակ։ Եվ նույնիսկ Մարտուն Գրիգորյանը, եթե նույնիսկ այդ կոչ անի, նրան տրողները դուրս չեն գալու Վարդան Ղուկասյանի քրեական գործերով պաշտպանելու համար դուրս չեն գալու փողոց։ Ում նա փողոցանն, ես նույնիսկ եմ կրկնում, եկեք փաստերը նայենք բոլոր կողմերից, նրանք բոլորը իրար հետ իրենց ընտրողներով փոքրամասնություն են Գյումրիում, ամբողջ Գյումրիում ոչ թե հաղթել է Վարդան Ղուկասյանը, այլ Գյումրիում պարտվել է այն ընտրողը, որը տանից դուրս չի եկել, եւ այն տեխնոլոգիաները, որոնք չեն կարողացել այդ մարդկանց տանից դուրս հանեն։ Գյումրիում թե չէ ԿՊ-ն իր դիրքերը բարելավել է նախորդ ընտրությունների համեմատ։ Գյումրիում իդեպ ԿՊ-ն երբեք իշխանություն չի եղել, բացի այս անցումային շրջանը, երբ Պալասանյան դաշինքից հետո Սարիկ Մինասյանը նշանակվեց պաշտոնակատար։ Այսինքն ԿՊ-ն իր դիրքերը բարելավել է, Վարդան Ղուկասյանը իր պաշտպանության համար ինչ որ նախադրյալներ է ստեղծել, բայց ոչ ավելին, որովհետև
մենք հիմա նույնիսկ ես կոչ կանեի, ասենք տոտալ այս ամբողջը Վարդան Ղուկասյանի կամ Մարտին Գրիգորյանի կամ մյուսներին վարկագիծը չվերագրել Գյումրեցին, որովհետև Գյումրեցիների ճշող մեծամասնությունը առնչություն չունի այս պահվածքի հետ, ոչ քվեարկելը, ոչ խրախուսումը 100,000 ընտրող ունեցող Գյումրիում նրանք ընդամենը ստացել են 1-2% ձայնը այդ ամբողջի։ Հետևաբար նրանք չեն կարող Գյումրի ոտքի հանել, եթե նրանք Գյումրին ոտքի հանող լինեին, այնա Գյումրին ոտքի հանած կլինեն եւ այսօր Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանի 2 քվեի կարիքը չեր ունենա։ Պարոն Սաֆարյան, մինչև իշխանության հետ կապված հարցերս, երբ որ Վարդան Ղուկասյանի անցյալը էլի ուսումնասիրելու առիթ եղավ, այս թեմաների հետ կապված կրակոցներ, սպանություններ կամ իրեն են իր վրա են կրակում կամ իրեն չեն կրակում։ Սոցիալական բարքեր է եղել։ Գիտեք, ես 2000 կարծեմ 8 թվականի թե հաջորդ ընտրությունների ժամանակ, քանի որ Ժառանգություն կուսակցությունից այդ մարզին ծածկված պատգամավոր էի, լինելով համապատասխան ընտրակարգով, ես ստիպված եմ եղել գնալ այդ քաղաք բարբերաբար ոչ միայն ընտրողների հանդիպելու քաղաքացիների խնդիրներ հավաքելու, այլ նաև այնտեղ այդ այսպես ասած կայունացնող դերակատարումը Ժառանգություն կուսակցությունով բերելու համար եւ ես հիշում եմ ընտրությունները, որին մասնակցում էին Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը, դուք նման մթնոլորտ կարող եք միայն տեսնել մարտաֆիլմերում Գյումրին այդ ժամանակներում խուզարկություններ, մրցակից տեխնացուի ճամբարներում զենքի արգրավումներ եւ այլ եւ այլ, այսինքն բավականին տհաճ ճանապարհ անցել եւ էտապներ անցել Գյումրի քաղաքը, դա միայն երկրաշարժը չի, այնտեղ սիցիլիական մաֆիային բնորոշ բարքեր են եղել եւ այո, այդտեղ կա շատ հին կուտակված աղբ կրիմինալ պատմություններ, որոնք տեղի ունեցել երկու թիմերի միջև, ուղեկցվել են սպանություններով, ուղեկցվել են միմյանց դեմ մահափորձերով եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք, Վարդան Ղուկասյանն ասում է, երկու կբացահայտվի 2007 թվականի կամ 2008 թվականի մահափորձը, ասենք նա իհարկե փորձում է էլի իր անձը կարևորել, ներկայացնել, թե իր դեմ մահափորձը կազմակերպված է եղել, այսպես ասած, իշխանության բարձրագույն օղակներով, բայց այդ ինքը դրա համար ասում ենք շուստի տղա է, ինքը փորձում է դա փաթեթավոր այլ կերպ, բայց այնտեղ այնպիսի ռազմորկաններ են եղել, այնպիսի կարմիր գծեր են հատվել միմյանց կողմից, որ վրեժխնդրությունը առավել եւս այդ կյանքով եւ այդ կանոններով ապրող խմբավորումների դեպքում շատ սովորական եւ շատ սպասելի ուրեմն դրսևորում է եղել։ Հետևաբար այս կտրվածքով շատ են պատմությունները, դրա համար եմ ասում։ Եվ հիմա ինչ է լինելու նոր կառավարման շրջանում։ Գյումրին չունենալու կայուն կառավարում։ Գյումրի քաղաքը չունենալու կայուն կառավարում։ Իսկ կրիմինալի առումով։ Կրիմինալի առումով չեմ բացառում, որ մի շրջան, օրինակ ոմանք մտածեն, թե իրենք քաղաքում իշխանություն են վերցրել, բայց երկրում բարեբախտաբար տիրող մթնոլորտը այնպեսին չէ, որ Գյումրին կարողանա ինչ-որ իզոլացված բանդիտական կամ զոնային օջախ լինել, չի լինի դա։ Շատ արագ ես կարծում եմ իրավապահ մարմինները կնստեցնեն բոլորին իրենց համապատասխան վայրերում եւ դա չի լինի, ասենք, եւ դա կլինի ազատազրկման վայրերում։ Մի փոքր ակտիվացում կարող է լինել, բայց այս պահին եկեք մի բան հասկանանք, քանի որ Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը իրենց այս նշանդրեքով փոխկախվածության մեջ են եղել, ստատուս քվոն միառժամանակ կպահպանվի նրանց միջև, դա էլ մյուս դրական կողմն է։ Բայց եկեք հասկանանք նաեւ մի բան, Մարտուն Գրիգորյանին հաճույքա պատճառով եւ իշխանությունը ցավացնի ուրեմն Վարդան Ղուկասյանին եւ ճիշտ հակառակը Վարդան Ղուկասյանին հաճույքա պատճառով եւ որ իշխանությունը ցավեցնի Մարտուն Գրիգորյանին, դեռ երկուսի դեպքում էլ կան քրեական գործեր, քննվող գործեր եւ այս կտրվածքով այդ ընդհանուր ճակատագիրը եւ խոցելիությունը նրանք միտեղ միավորում է, միտեղ հաշտեցնում է եւ միտեղ նաեւ նվազեցնում է դեր ասած կրիմինալ ռիսկերը, բայց խոշոր առումով քանի դեռ Հայաստանում մթնոլորտ չի փոխվել ու նրանք ցավոք սրտի բարեբախտաբար չկարողացան ոչ միայն մթնոլորտ փոխեն Գյումրիում, որովհետեւ ճշող մեծամասնությունը անհաղորդ է նրանց նկատմամբ, չի ընտրել նրանց, չի խրախուսում նրանց վարքագիծը եւ նաեւ հանրապետությունում արկա մթնոլորտը դա 2000-ականների մթնոլորտը չի, որտեղ նպաստի, այսպես ասած, Գյումրիում Սիցիլիա
կառուցելուն։ Իսկ կարծում եմ քաղաքացիական հասարակությունն էլ պետք է իր ակտիվությունը մեծացնի Գյումրիում հիմա ի նկատի ունենալով այդ էքստրավագանտ հայացքներ ունեցող անձի գործողությունները, հայտարարությունները կանանց եւ ընդհանրապես այլ երևույթների նկատմամբ, որովհետև ակնհայտորեն նրա հայտարարությունները սահմանադրության եւ օրենքների հետ մեծագույն խնդիրներ ունեն, հետեւաբար քաղաքացիական հասարակություններն այնտեղ շատ լուրջ զսպաշապիկ կարող է լինել մանի համար։ Ես այդպես, գիտեք, ես պիտի ասեմ, որ առանձնապես եթե դուք ինձ հարցնեք, ես ինչու եմ տեսնում ողբերգություն, տեսնում եմ, որ շանս է կորցվել Գյումրիում ունենալու կառուցողական ընդդիմադիր խմբակցություն եւ իշխանություն, էֆեկտիվ իշխանություն։ Այդ շանսն է կորցրել Գյումրին։ Թե չէ առանձնապես ողբերգություն տեղի չունեցել, որևէ Վարդան Ղուկասյան, որևէ Մարտուն Գրիգորյան իզորու չեն, ոչ միայն Հայաստանում, այլ Գյումրիում առաջնորդելու որևէ շարժում հասարակություն, մեր հասարակությունը, այդ հասարակությունը չի։ Սա հիմա ներկայացվում է ընդդիմության համախմբման առաջին ծիլերը եւ Գյումրիում իշխանափոխության մեկնարկը։ Մի րոպե, իշխանությունը այդպեսի բայց իշխանությունը ընդդիմությունը երբ պատմառակված եղել։ Ասենք Սերժ Սարգսյան։ Չէ, մի րոպե։ Ասենք Նարեկ Մալյան կամ չգիտեմ Անդրանիկ Թևանյան մակարդակի փոխհրաձգությունները դուք համարում եք Քոչարյան Սերժ Սարգսյան ուրեմն դաշնակցության խախտում։ Նրանց իմացությամբ չի լինում։ Նրանց իմացությամբ միշտ այդպես եղել է։ Միմյանց դեմ պատերազմ տանել, ազդեցության զոնաներ կիսելու, տնտեսության բարիքներ կիսելու առումով նրանք իրենց մամուլի միջոցներով, իրենց սպասարկող քաղաքական հոսանքներով միշտ իրար դեմ պայքարել են։ Դա շատ սպეციფიկ կոնֆլիկտ է, որը մի քիչ հայաստանյան ծագում չունի հանուն արդարության, եւ դրա համար մի քիչ հայաստանյան հասարակությունը մի քիչ դժվար է պատկերացնում այդ կոնֆլիկտի առանձնահատկությունը, բայց նրանք միշտ եղել են իրար հետ ախոյան, բայց իրար հետ միասին, ինչպես Թուրքիան եւ Ռուսաստանը։ Ախոյաններ են, բայց մարտավարական հարցերում դաշնակիցներ։ Հիմա այս կտրվածքով դուք մի պատկերացրեք, որ իսկ հայրենիքի փրկության քանի շարժում եղավ, բոլորը նրանք միասնական են եղել։ Եվ ավելի շատ մարդ են հրապարակի տարբեր տեղերում կանգնած։ Բայց այդ հրապարակն էլ լցրել են միասնաբար։ Ուզում եմ ասել, իսկ երբ նրանք տարբեր ոչինչ չի փոխվել իրականում։ Իմ ափսոսանքը մնում է այդա, ինձ համար այս իրավիճակը սկսած չմասնակցության ընտրությունների չգնացածների թվից վերջացրած ընտրություններում հաղթած այսպես ասած քվե ստացած խմբակցություններ ուժերով իմ համար ուղղակի դա արտացոլում է մի տեսակ այսպես ասենք հեղափոխության տեղատվություն, հուսահատություն որոշակի եւ հիասթափություն, էսա խնդիրը, թե չէ իրականում նրանք շատ կառավարելի ֆիգուրներ են, որովհետեւ տեսեք, ստեղծվել է շատ պարադոքսալ մի հատ իրավիճակ։ Վարդան Ղուկասյանին կկառավարի Մարտուն Գրիգորյանը, Մարտուն Գրիգորյանին կկառավարի Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Ղուկասյանին միասնաբար կկառավարի քրեական օրենսգրքով Նիկոլ Փաշինյանը եւ արդյունքում մենք ունենանք բավականին, այսպես ասած, տարօրինակ կոնֆիգուրացիա, որտեղ բոլորը իրար կառավարում են եւ կառավարվում են եւ խաղը կմնա բանի շրջանակներում եւ ես նաեւ քաղաքացիական պայմանագրի ներկայիս հայտարարություններից տեսնում եմ, որ իրենք այս ամենը շատ լուրջ կապիտալի են վերածում մի շոկ, էլեկտրաշոկ տալու համար հասարակությանը, որ այդ տեսեք ինչա լինում, երբ որ դուք սկսում եք քննադատել ԿՊ-ին, այո միգուցե մենք իդեալական չենք, բայց այ եթե դուք չգաք ընտրությունների չընտրեք մեզ, ապա կվերադառնան նախկինները։ Ես մի քանի տեքստեր տեսա եւ արդեն տեսնում եմ 2026 թվականի մոդելը, այսինքն ԿՊ-ն փորձելու է Գյումրիի այս նախադեպը օգտագործի իր քվեները, իր դիրքերը բարելավելու համար, վախեցնելով հասարակությանը ռևանշով,
որը կարող են վերցնել նրանք հանրապետության մասշտաբով, եթե ասենք ընտրողները իրենց պահեն Գյումրիի ընտրողների նման, չգնան ընտրությունների, չընտրեն ԿՊ-ին եւ այլ, այսինքն իրականում մենք ունենանք նույն կոնֆիգուրացիան, ինչպես 2026 թվականին այս տրամաբանության դեպքում, որովհետեւ հանուն արդարության նաեւ Եվրադաշինքի կողմից Քարոզարշավի ընթացքում սխալներ թույլ տվեցին։ Ես չափազանց մեծ եմ համարում Լևոն Բարսեղյանի պոտենցիալը, բայց թողից թույլ տրվի ասվել Քարոզարշավում հիմա հետ նայելով տեսնում եմ որոշակի սխալներ թույլ են տրվել եւ ամբողջ հարցը նա էր, որ Եվրադաշինքի հիմնական ընտրողները Եվրադաշինքը ոչ թե պետք է պայքարեր ԿՊ-ից ընտրող փախցնելու համար, որ նրանց չընտրեն, իրեն ընտրեն, Եվրադաշինքը ոչ թե պայքարեր ԿՊ ընտրել չցանկացող, բայց Վարդանիկ եւ Մարտուն ընտրող զանգվածի վրա, որովհետեւ այդ ընտրողները իրենը չէին, այլ այն մարդիկ, ովքեր տանից դուրս չեկան, այդ մարդկանց վրա պիտի աշխատվեր։ Հիմա սա շատ լուրջ դաս է 2026 թվականի ընտրություններին պատրաստվելու համար։ Բայց ԿՊ-ն պարտվում է ամեն դեպքում, նա նա 50+1 չկարողացել հավաքել։ Ուրեմն պետք է Փարաքարում ընդդիմադիր տեխնացուն 57% է հավաքել։ Չէ, մի րոպե։ Բայց եկեք ընդունեք, որ Սարիկ Մինասյանը ես իրեն չեմ ճանաչել, ուղղակի եթե ես նաև ասեմ շատ լավ եմ հետևել իր նախընտրական քարոզարշավին, դեռապես վատ եմ հետևել Գյումրիի քարոզարշավին, բայց եկեք հասկանանք, որ չափազանց լավ տեխնացու էին ընտրել ԿՊ-ին, որը բարելավեց ԿՊ-ի ցուցանիշները։ Եվ դա հարված չեղավ տեխնացուի հեղինակությանը։ Սարիկ Մինասյանի չեմ կարծում, չէ։ Սարիկը գիտեք, եկեք ԿՊ-ով գնալը հարված չէ։ Ոչ, դուք մոռացեք, Հայաստանը այն վիճակում չի, Հայաստանը հեղափոխական վիճակում չի, որ որևէ ուժ 50 գումարած ձայն ստանա։ Մոռացեք դա։ Սա հետհեղափոխական Հայաստանը չի, որտեղ 80%, 90%, 70% չի լինելու։ Ես ձեզ կարող եմ ասել, որ ես այս ցուցանիշները ինձ համար շատ կանխատեսել են եղել 2021 թվականին։ Հաջորդ ընտրություններում ԿՊ-ն եւ Հայաստանի հաջորդ իշխանությունները լինելու են կոալիցիոն իշխանություններ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ 26-ին 50+1 ոչ, չի ստանալու։ Իշխանություն կորցնելու վտանգ է ունենալու, եթե ընդդիմությունը այս սցենարով եթե ինքը չունենա մեկին, որի հետ կոալիցիա կազմի։ ԿՊ-ն ինքն էլ պիտի մտածեր, որ այժմ եթե նույնիսկ ինքը հավաքում է 40%-ին մոտիկ ձայն, որպեսզի ինքը ունենա իշխանություն ձևավորելու իրավունք, հա, ինքը պիտի ունենար adekvat մեկը, որը կգն եւ ինքը պիտի պատրաստ լիներ ինչ որ մեկի հետ կիսել իշխանությունը։ Հասկանում եք։ Օրինակ այդպեսին կարող է լինել Եվրոդաշինքը։ Բայց նույնիսկ եմ կրկնում, երկուստեք սխալ պահեցին լիքը հարցերում։ Եվ դրա համար այն ընտրողը, որ պիտի ընտրեր ԿՊ, ընտրեց ԿՊ, այն ընտրողը պիտի ընտրեր Սարիկ Մինասյան, ընտրեց Սարիկ Մինասյան, այն ընտրողը, որը չէր ուզում ընտրել ԿՊ եւ պիտի ընտրեր Վարդան Ղուկասյան կամ Մարտուն Գրիգորյան կամ մյուս ընտրեցին նրանց, իսկ մի քանիսը ովքեր անտարբեր են եւ իրենց դուրս չեն գալի այս անառողջ եւ ներողություն գերթատերականացված, գերկրիմինալացված ընտրաշավ մնաց տներում դուրս չեկավ ընտրության, չգնաց ընտրության։ Հիմա ես դա եմ ասում, եթե 2026 թվականին այո, ԿՊ-ն հավաքի 40% ձայն, իսկ նա կարող է հավաքել, որտեղ տեսանելիորեն իրեն գերազանցող քաղաքական ուժ այս պահին չկա, ինքը առնվազն մի քանի պատիկ անգամ գերազանցում է իր վարկանշով մյուսներին, բայց կարող է չունենալ adekvat քաղաքական ուժ, որը պատրաստ լինի նրա հետ կիսել իշխանությունը։ Դրա համար բոլորը պիտի մտածեն այս առումով, որովհետև ԿՊ-ն պիտի հասկանա, որ այո ինքը կարող է պատկառելի հասարակական աջակցություն ստանալ, բայց չկարողանալ ձևավորել իշխանություն ինչպես Գյումրիում, այն ուժերը, որոնք կրիմինալ չեն, բայց ԿՊ-ին կարող են այլ ընտրել, պիտի հասկանան, որ իրենք չպիտի բացառեն կոալիցիաներ եւ ճանապարհները կտրուկ չպիտի կամուրջները չպիտի հայրեն, բացառելով նման բաներ, որովհետեւ գիտեք ինչ
մենք ժամանակին 2013 թվականին կուսակցության ժառանգության ներսում մենք քննարկում ենք այսպիսի խնդիրներ իշխանության կիսելու դա քաղաքականության մեջ նորմալ երևույթ է իշխանության բաժանումը բայց այն ժամանակ կար խնդիր որովհետև դու իշխանություն պիտի կիսեիր ոչ լեգիտիմ ընտրությունների կեղծող քաղաքական ուժի հետ հիմա այդ խնդիրը չկա հասարակությունը եթե իսկապես դաշինքը ազնիվ է, եթե իսկապես իշխանության բաժանումը հենվում է երկրում խնդիր լուծելու, ռեֆորմ իրականացնելու վրա, հասարակությունը խնդիր չունի այդպիսի բաժանումը ընդունելու։ Ես օրինակ ինքս խոցելի եմ համարում եմ, որ Եվրոդաշինքը բացառեց ընտրաշավում ԿՊ-ի հետ կամ որևէ մեկի հետ, եթե մյուս ոչ իհարկե նախկին ռեժիմի ուժերին, բայց չպիտի բացառվեր դա, որովհետև նույնիսկ եմ կրկնում հիմնական խնդիրը պիտի լինի նա, որ բոլորը հասկանան, որ հաջորդ ընտրություններում տեղի ունենալու իշխանության կիսում, եւ եթե իշխանությունը եւ նույն առողջ քաղաքական այլ ուժեր չհասկանան ու բաց թողեն այդ հնարավորությունը, փակեն այդ հնարավորությունը, այդ հնարավորությունից օգտվելու են նախկին իշխանությունները, որոնք արեցին դա Գյումրիում։ Տեսեք, թասի տղայականություն են խաղում Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, բայց մի կողմ թողեցին Արյունը, մի կողմ թողեցին անցյալում իրար հանդեպ ինչ ասած լինելը, ինչ հայհոյանք ասես միմյանց հասային, ասեցին այդ Թումև քարոզարշավի ընթացքում, այդ միավորվեցին իրար, որովհետև նրանք որպես փոքրամասնություն ավելի կազմակերպված են, քան մեծամասնությունը։ Եվ Հայաստանում ցավոք սրտի 98 թվականից սկսած ողբերգությունը հենց դրանում է ձևակերպվում, որ այդ ագրեսիվ փոքրամասնությունը ավելի կազմակերպված է, քան մեծամասնությունը։ Հիմա եթե 26 թվականին էլի նման անկազմակերպ ու բացառեն այդպիսի մոդելներ, ինչպիսիք իշխանության կիսումն է եւ միմյանց հակակշռումն է, այո, իհարկե ԿՊ-ն կարող է իշխանությունը կորցնի հավաքելով 40% ձայն։ Որովհետև ներեցեք, այդպիսի ընտրություններ եղավ։ Նույն նոյեմբերյան համայնքում չեղավ ԿՊ-ի տեխնատուն հավաքեց 40% ձայն, բայց նրա անդիմությունը բան արեց։ Դա ժողովրդավարության հետ խնդիրներ ունեցող այս մոդելը ցավոք սրտի որ ԿՊ-ն չի ուզում համառորեն փոխել, որովհետև ինքն էլ ժամանակ առ ժամանակ այն օգտագործում է Ալավերդիում եւ մյուս վայրերում։ Բոլորը կարճաժամկետ հաղթանակների համար օգտագործվում են, բայց երկարաժամկետ կտրվածքով ինքը կներեք վտանգում է ժողովրդավարությունը հենց Հայաստանում։ Դրա համար ես կարծում եմ, որ ստafելու ժամանակն է Գյումրիում կատարվածը ընդամենը պիտի ցույց տա, թե ով ինչի վրա պիտի աշխատի, որովհետև եթե այո 2026 թվականին հավաքես 40%, բայց չունենաս գործընկեր, որը պատրաստ լինի քո հետ ձևավորել իշխանություն, կկորցնես նաև իշխանություն։ Շնորհակալություն։ Ունենալով մեծամասնություն։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։